Ժողովուրդ ջան, փորձեմ արագի մեջ այս 220 սպորտը ձեզ ներկայացնեմ։ Ահա, հետևից բավական գեղեցիկ է լուսավորությունը, բավական լրիվ մատրիքս վիճակ է, ֆուտուրիստական, ասենք, ոնչից 10 անգամ լավ է։ Այս 220 սպորտի մոտ անվահայտերը բավական գեղեցիկ են, բավական 140-ից մի քանի անգամ լավն են, միանշանակորեն։ Իր ամենամեծ առավելությունը երևի դա է, մեկ էլ օրանժ սալոնը սևով, հեսա կներկայացնեմ։ Ու դիմացի ստանդարտ տարբերություն չկա, ինչ էլիտ, ինչ էս սպորտը նույնն է, քիթը էլի շատ սիրուն, իտալական արմատներով դիզայներական թուրին նախագծված, մի խոսքով դիզայնը բոմբա, տոպից տոպ իդեալական է։ Ուղղակի իդեալական է, ոչ մի պրետենզիա այս էժան դասի ավտոյի համար։ Ու մաքսիմում այս կողային հալիները, ու էլի նորմալ է։ Տենց տեսադաշտը մի քիչ այդքան էլ մեծ չի, բայց էլի նորմալ է։ Ու այս դուրս պրծովի բռնակներն է, որ մի քիչ համահանում է ճիշտ ասած, բայց դա 26 թվականից արդեն օրենքը հանեցին, որ սենց չեն անի։ Լուսածելը ճիշտ ասած էլի բավական բարձր է, երևի 16-17 մինուտ ազվեց կլինի հաստատ։ Մի խոսքով այս մեքենան բավական ստացված է, բայց դա հիբրիդ է։ Իմ վերաբերմունքը հիբրիդների մասին գիտեք։ Սրա տարբերվում է էլիտից, այս օրանժ ստավկաներով, ղեկի վրա, բավական գեղեցիկ է, սպորտային է, էլի մեծ տարբերություն կա սրահների, ինչ էլիտին սա։ Սա շատ ավելի նայվում է։ Խնդրեմ, հենց գժական լույս, ավատարը կերազի ունենա, ավատար ջան, մի հատ նայեք, բյուջետային ավտո է, $22,000-ից հիմա մաքսազերծումով, ասենք, մի հատ ստենա ելը, տոպից տոպ։ Դե ավարյոնքը ինչպես միշտ վերևն է ժողովուրդ ջան, տապորը չգիտեմ այսի հնարեն մի հատ տուգանեք իրան, իրոք անհարմար է։ Ստեղ ամեն ինչ նորմալ է, մատերիալները բավական լավն են։ Ու որակը չեմ կարող ասեմ, որ BYD-ին հավասար է, չէ, զիջում է միանշանակ BYD-ին։ Դե ունենք ինչ ունենք, ու բավական տարողունակությունը նորմալ է։ Բարդաչոկ կարծեմ ունենք, ունենք, բայց փոքր է, էսի մինուս, բավական փոքր, այստեղ A4 ֆորմատ թուղթ չի մտնում ժողովուրդ ջան։ Ինձիպալ ջան, այս մատերիալը շատ լավն է, այս մատերիալը BYD-ին հավասար է, կարելի ասել։ Ղեկի մատերիալը նույնպես, սրանք չէ, էսի մի քիչ կլասով ցածր է, բայց ամենաճկլաս մատերիալը էս էլ է շատ լավը ժողովուրդ ջան, տոպից տոպ այս հատվածը, այս հատվածն էլ։ Մի խոսքով դուրը BYD-ն է, էս էլ է BYD, բայց այսի խայտարակությունն է, այսի 80-ականներից թևակողած 06-ի կամ այն 1990 թվականի Toyota Corolla Camry-ի լավ ասենք, այսքան փող եք ծախսել, այսքան դիզայն եք մշակել, ասենք էլ, լավ կարեք էսը գոնե լավ անեք, էլ, էսի ճկլաս, 0 բալ, ամոթ խայտարակություն, epic fail, էսի պրոստո, շատ ուզում կպնաս եղք։ Հետո առաստաղը լավն է, մի խոսքով էս ամենակ epic fail մատերիալներից, մնացածը նորմալ ամեն ինչ։ Ուրեմն ժողովուրդ ջան, ճիշտ ասած, դե գիտեք, իմ մոտ ամեն ինչ արդար ազնիվ անաչառ է, այս ավտոն լավն է, բայց իր մուլտիմեդիան բավական հնացած է, կարելի ասել, օրինակ հաշվի առնելով համատելով A06-ի հետ։ Ահա խնդրեմ տեսեք, մի տեսակ սենց շատ հասարակ պարզ, ոչ լավ որակի, տենց միջին որակով Այստեղի լուծումն է ինչ-որ անհասկանալի։ Մի խոսքով կամերաների դասավորվածությունը այս ամեն ինչը A06-ի մոտ շատ ավելի լավ է ռեալիզovat, ինքը մի քիչ հին է այս առումով։ Դա էսի հին ավտո է։ Էսի թողարկվում արդեն քանի տարի։ Համենայնպես մի հատ մեծ աչք մտնող պլյուս մենք ունենք վաղորդի դիսպլեյ, հարգարժան Չանգան ջան, Zipales 5, Zipales 7, ախպեր էսի եթե ունի, այս SL03-ը։ Խի S5, S07-ը բնակ պրոյեկցիոն վաղորդի դիսպլեյ ունեն, մի հատ մեծ հարցական։ Էսի շատ, էսի մեծ պլյուս է, էսի ամեն ինչ տտենում ենք, հեռահարությունը, ժամը, ասենք, ճնշումը բաների անվադողելու, էլի մի խոսքով։ Նու մուլտիղեկ ունենք, ստեղ էլի մինուսներից կնշեմ, որ ստեղ ինքը լակապատ ռայալնի լակա, էսի մինուս աչք մտնող, էսի 10 օր հետո հենց մատերի տեղն է, խազմած ինչ ասես, մի խոսքով էլ այս որոշումը, հա կնոպկաները ֆիզիկական են, շատ են, բան չասեցի, ամեն ինչ դե լավ է, բայց լակապատ է։ Հա հաջորդ մինուսից ժողովուրդ ջան, այս արդեն լիքը մարդիկ բողոքվում են Տեսլայի պես, այս տանիքը գլուխը խաշեցնում է ուղիղ արևային ճառագայթների տակ, մի խոսքով էս պետք է կամ պլյոնկեք կամ փակեք, ոնց որ դա անում են Տեսլայի մոդել 3-ի համարյա բոլոր վարորդները։ Էսի Տեսլայի ցավը կապած է ավտոն այս առումով։ Հա գեղեցիկ է, շատ գեղեցիկ է, շատ լավ է, բայց հեչ պրակտիկ չի, հեչ Չանգան ջան։ Իլոն Մասկից վարակվել եք, շտորկա պետք է լիներ, դա չկա, ազնվեցը, բայց շտորկա ունի ժողովուրդ ջան։ Մի խոսքով Ստեղ ամեն ինչ լավ է,
Հիմա կանանք մի հատ հետև գնանք։ Հետևի սրահն էլ էլի բավական ու տեղի առումով հա տես լենու բոլ չի։ Եթե անկեղծ հա տես ֆուտբոլի դաշտ չի, բայց նորմալ է, բայց ֆուտբոլի դաշտ չի։ Լենու բոլ հոնչի չի հա լավ, այս առումով մենակ այս առումով որ հոնչին իրան անցնում է, հասկացանք, օքեյ, համաձայն եմ։ Այս հետևի նստատեղի առումով հա հոնչին լենու բոլ է, մենակ է դա իր պլյուսը, մնացածը հոնչին սխ մինուս է։ Էլ չկրկնվեմ, ասենք, ինչ հոնչի, եթե կա դիպալ SL03, եթե կա Neve A06, A07, ինչ հոնչի, ես ձեր ցավը տանեմ։ Մի խոսքով ստեղ ամեն ինչ էլի լավ է, դինամիկ կա ստեղ, մենակ էս էլի ճկլաս մատերիալ, սենսորային, ֆիզիկական է, սենսորային չի, պլյուս։ Պանորաման բավական լավն է, մի քիչ հիմա մութ է, ճիշտ ասած լավ չի երևում, բայց պանորաման լուսավորենք մեր դիպալը։ Պանորաման իրոք վաու էֆեկտ կա։ Ես սեդաների համար, դե հասկանում եմ, շտորկա չկա, ինքը շատ մեծ է։ Պլյուսը այն է, որ վաու էֆեկտ կա շատ մեծ է, մինուսը այն է, որ շտորկա չկա, ձեզ խաշացնում է, պետք է պլյոնկեք։ Իտոգում իր բանը կորում է կայֆը, դուք պլյոնկած բանով եկինքը չեք տանա, մի խոսքով այստեղ էլի ամեն ինչ լավ է։ Այստեղ մենք պատվակոտնիկ պետք է որ հա ունենք նարդավարի մեզ, լավ չեմ ուզում բացեմ։ Մի խոսքով իր գնի համար այս մեքենան էլի բավական մրցունակ է։ Չեմ կարող ասեմ տոպից տոպ 10-ից 10, ոնց որ A06-ներ։ Բայց լավն է։ Հատկապես հետևից է գեղեցիկ, այս ֆուտուրիստական, այս լուծումն է շատ լավ է, դիզայներական լրիվ իրան առանձնացնում է ընդհանուր պատողից։ Մի խոսքով հետևը վերջն է։ Հետևն է, դիմացն է բոմբա։ Դիզայնը բոմբա, 10-ից 10 է։ Դիզայնի ոչ մի պրետենզիա։ Вообще ոչ մի։ Ուրեմն հա, մի հատ խնդրահարույց բան, Հարգաժան Չանգան ջան, էս ի՞նչ է։ Մի հատ ինձ բացատրեք։ Լուրջ եմ ասում, էս ի՞նչ է։ Էս ի՞նչ պանթիկ է։ Լավ չեք դուք ասենք, էս ի՞նչ եք ծխել էսի։ Էսը վաստը չպասրես, էս ինչի համար է вообще, էլի մի հատ ինձ բացատրեք, էս ի՞նչ է, էսի կամերան հեսա, էսի փագած կամերա է, փագած ինչ է, էս ի՞նչ է, ոչ փագերեք։ Ասենք էս ի՞նչ է, խայտարակություն, epic fail, просто total пиздец։ Բագաժնիկը բացվում է էլեկտրապրիվեդով, դա էսի full վերսիան է։ Իր զավացքոյ դիպալելից կա ուրիշն է, իր կովրիկներն է, ստեղ բուֆեր ունենք, հողո, մեծ պլյուս, այս կարծեմ էլիտը sense բան չունի։ Բագաժնիկը բավական տարողունակ է։ Ունենք դաժե sense լավ բան, old pol կա բագաժնիկի։ Մի խոսքով ստեղ ամեն ինչ լավ է։ Ոչ մի խնդիր։ Բացառությամբ այս պանթիկի։ Ասենք ձեռավոնց է, լուրջ եմ ասում, ոնց որ մի հատ սիրուն նկար նկարես, վերջում ասես ծբխես մի հատ, վերջում ասես ծբխանես ու ասես մի բորշ ստանաս, ասենք, էս ինչ է, այսով ասա պատասխանատուն հանեք գործից։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, էս էլ շատ չերկարացնեմ, հեսա 8 րոպեն լրանում է, Viber, WhatsApp պատվիրեք, մաքսա զերծումով այս ավտոն արժի 22200։ Բավական լավն է, ստացված է, հիբրիդ է, ես ասես պետք է հիբրիդ։ Ուրեմն դիպալ էսա 0-3, ինքը մրցակից առհասարակ չունի, առհասարակ, եթե հիբրիդ։ Եթե քաղաքում է քշելու տաքսու տակա, ճիշտ է էլեկտրականն է, որտեղ հիբրիդը ծախսատար է, Ժողովուրդ ջան։ Հիբրիդը ծախսատար է։ Իր ծախսը, հա, իդեպ նշեմ, 4-ից 6 լիտր է։ Պաշտոնականը 4-4-ը համեկի մի հատ բան մոռացա ասեմ, Ժողովուրդ ջան, ուրեմն այս դիպալը էլի ձեր վրա խժացել են։ Full վերսիան, ամենաֆուլ վերսիան է էսի, 218 ձիավր է, Ժողովուրդ ջան։ Իսկ ֆուլից միացածը էլիտը 230։ Հարգաժան Չանգան ջան, դուք ձեռեք ասեք, կայֆավատ եք ելնում մեր վրա։ Ոնց կարա ֆուլը ավելի քիչ հզոր լինի, քան թե ոչ ֆուլը։ Բայց փաստացի դա տենց է, Ժողովուրդ ջան։ Փաստացի, էսի գնում է 7.7 0.100, էնի գնում է 7.2 0.100, կես վարկյացի դանդաղ է, չնայած ինքը ֆուլն է, ինքը թանկն է, բայց ինքը դանդաղ է, ավելի քան թե ոչ ֆուլը, աբսուրդ է, պրոստը աբսուրդ է։ Մի խոսքով դիպալ SL03 համեցեք, Viber, WhatsApp։